Հանրակրթության ոլորտի մասին խոսելիս իհարկե նախ եւ առաջ պետք է խոսել ուսուցչի մասին։ Արդյոք արժևորված է այսօր ուսուցիչը, բնականաբար ոչ, գերծանրաբեռնված, բայց ինչպես գիտեք, հիմա ներդրվել է ատեստավորման համակարգը, որը լավ մշակված չէ եւ ավելի շատ այսպես նվաստացնող գործընթաց է, քան թե իսկապես մասնագիտական ներուժի աճի process է։ Հիմա տեսեք, ընդհանուր առմամբ ուսուցիչների ատեստացիայի կրթության ոլորտում մասնակցությունը կազմում է մոտ 31%։ Լսած կլինեք հավանաբար, որ ասում եմ, բա գիտեք, հիմա արդեն ուսուցիչները ստանում են 700,000 դրամ աշխատավարձ, այդպես գլուխ են գովում։ Բայց խնդիրն այն է, որ ընդամենը մի քանի ուսուցիչ է, բառացիորեն մի քանի ուսուցիչ է, որ ստանում է այդքան բարձր աշխատավարձ եւ ընդհանուր բոլոր ուսուցիչներից 31%-ն է, որ մասնակցել է ատեստավորմանը։ Եվ պետք է նաև նշել, որ ատեստավորման արդյունքներն էլ չի կարելի գոհացուցիչ համարել, որովհետև իսկապես վատ մշակված մենք համակարգ ունենք ատեստավորման։ Ինչ ենք առաջարկում մենք նախ եւ առաջ ասում ենք, որ ուսուցիչների աշխատավարձը պետք է կտրուկ բարձրացնել։ Բազային աշխատավարձի բարձրացման մասին մենք պետք է խոսենք։ Եվ երկրորդ հիմնական առաջարկը, որ հիմա մենք ներկայացնում ենք, այն է, որ 15 տարի մանկավարժական ստաժ ունեցած ուսուցիչը ավտոմատ պետք է համարվի ատեստավորված եւ հետեւաբար ստանա այնքան աշխատավարձ, որքան կստանար, եթե ամենաբարձր բալերով հաղթահարեր ատեստավորման համակարգը։ Ես որպես ուսուցիչ, ով մոտ 10 տարի աշխատել է կրթական համակարգում, պետք է ասեմ, որ այո, այն ուսուցիչը, որ ամեն աստծոր մտնում է լսարան, շփվում է երեխաների հետ եւ այդ կրթական փոխանցում է իր գիտելիքները, այո, ինքը կարիք չունի այդ ատեստավորման համակարգով անցնելու, որպեսզի իր աշխատավարձը բարձրանա։ 15 տարի մանկավարժական գործունեություն ցուցաբերած անձը ստանալու է այնքան աշխատավարձ, որքան կստանար ատեստավորումից հետո։ Գիտեք, մինչև ատեստավորման մասին խոսելը ես սկզբունքային մի կետ եմ ուզում նշել, մասնավորապես այն, որ դուք գիտեք, որ դատավորների աշխատավարձը բերում են եւ ազգային ժողովում օրենքով բարձրացնում են։ Վերջերս օրինակ սահմանադրական դատավորի աշխատավարձի օրենքով սահմանված կարգով բարձրացման օրենքի նախագիծ էին բերել եւ քաղաքական մեծամասնությունը էլ կողմ էր քննարկել։ Այսինքն դատավոր, քննիչ, դատախազ բոլորին օրենքով պետքա բարձրացվի, իսկ այ ուսուցիչը պետքա որ ամեն օր մտնում է դասարան եւ ամեն օր շփվում է երեխաների հետ, պետք է խայտարակ ստորացուցիչ ատեստավորման համակարգով անցնի, որ նոր աշխատավարձը բարձրանա։ Բնականաբար ուսուցիչը կրթական համակարգի կենտրոնում է եւ նախ եւ առաջ նրա սոցիալական հոգսի մասին պետք է մտածի պետությունը։ Հաջորդ հարցը, որի մասին ես կուզենայի խոսել, դպրոցների փակումն է սահմանին։ Ուրեմն ընդհանուր առմամբ 26 թվականի ծրագրով Հայաստանում նախատեսում է փակվել 229 դպրոց, խնդրում եմ ուշադիր լսել այս թիվը, 229 դպրոց պետք է փակվի Հայաստանի Հանրապետությունում, որից 55 դպրոցը գտնվում է սահմանամերձ բնակավայրերում։ Ես ուզում եմ ասել, որ սահմանամերձ բնակավայրում դպրոցը ուղղակի կրթական հաստատություն չի, գյուղը պահելու ֆունդամենտալ ինստիտուտ է։ Փակիր սահմանամերձ գյուղում դպրոցը, անուղղակիորեն մարդաթափում ես գյուղը, անուղղակիորեն փակում ես գյուղը։ Եվ պատահական չի, որ 55-ը հենց սահմանամերձ բնակավայրում են։ Իհարկե կարելի է գնալ կոնսպիրոլոգիաների դաշտ եւ այլ եզրակացություններ անել, բայց ֆունդամենտալ հարցը սահմանամերձ բնակավայրերում պահել դպրոցները։ Օրինակ Կապանում, Դավիթբեկ գյուղում 80 աշակերտ է սովորում։ Այսինքն 80 աշակերտով նույնիսկ դպրոցի պարագայում որոշում է կայացվել փակել դպրոցը։ Ես գիտեմ, որ համայնքը խիստ դժգոհ է, ծնողները դժգոհ են, ուսուցչական կազմը եւս դժգոհ է, բայց միևնույն է, այս իշխանությունները վարում են այդ քաղաքականությունը փաստացի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների փակման եւ հետեւաբար նաեւ մարդաթափման տրամաբանությամբ։ Եվ հետեւաբար մենք առաջարկում ենք չգնալ այդ ճանապարհով, չգնալ ավտոմատ դպրոցների փակման ճանապարհով, ինչքան էլ իրենք ասեն մենք չենք փակում, կրթական նոր որակ ենք տալիս, բայց այդպես չի, ինչպես ասացի, հատկապես սահմանամերձ բնակավայրերում ստրատեգիական
այլ խնդիր կա լուծելու։ Դպրոցի մասին որոշակի խոսեցինք, իհարկե նաև բուհերի մասին կխոսենք, բայց մինչև բուհերին անդրադառնալը ես ուզում եմ ասել, որ անչափ կարևոր է նաև նախադպրոցական կրթական համակարգին անդրադառնալը։ Մենք առաջարկում ենք, որ այո, մանկապարտեզները ևս լինեն անվճար ամբողջ Հայաստանում եւ լինի մինչեւ 90% հասանելիություն մեր երեխաների համար։ Հաջորդ կետը, որին ես պետք է անդրադառնամ, բուհերն են, եւ դու գիտեք, որ հիմա գոյություն ունի, այսինքն գոյություն չունի նարատիվների մակարդակում միայն, գոյություն ունի ակադեմիական քաղաքը։ Դրա համար օրինակ բյուջեից հատկացվել է 160 միլիոն դրամ գումար իրազեկման համար։ Այսինքն, որ կա նման բան, որ ակադեմիական քաղաքագոյություն ունի, բյուջեից տրամադրվել է 160 միլիոն դրամ։ Եվս 6.6 միլիոն ֆունտ ստերլինգ արդեն տրամադրվել է այդ ակադեմիական քաղաքի հայեցակարգի մշակման համար։ Խոշոր վատնում բյուջեից։ Դա պարզը չէ, անիվով միլիոններ, միլիարդներ մսխողները, Աջափնյակի մետրոկայանի վրա գումարներ վատնացները հերթական վատնում են իրականացրել, բայց ինչ են ասում մեծ հաշվով ակադեմիական քաղաքի տրամաբանության ներքո, որ հատկապես մարզերում մինչև 5000 ուսանող ունեցող հաստատությունները պետք է փակվեն եւ ամբողջը պետք է կենտրոնանա ակադեմիական քաղաքում, ինչը անընդունելի է։ Մեզ համար դա անընդունելի ծրագիր է։ Իմիջիալոց, օրինակ Կապանում ինձ հաճախ են ասում, Կապանում կա, կներեք, որ շատ հաճախ կենտրոնանում եմ Սյունիքի եւ Կապանի վրա, բայց քանի որ ամենօրյա շփում ունեմ քաղաքացիների հետ, պետք է սա ասեմ։ Կապանում կա պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղ, որտեղ այո, մինչև 5000 ուսանող կա, եւ հետեւաբար իրենց էլ ասել են, որ պետքա փակվի մասնաճյուղը, եւ բայց գիտեք, որ մեր հատվածում Սյունիքում հանքարդյունաբերության կենտրոն է, եւ հատկապես այդ ուղղության մասնագետների պատրաստումը անչափ կարեւոր է։ Հետեւաբար սա պետք է անթույլատրելի դառնա։ Մեր հիմնական առաջարկներից մեկը, ինչպես գիտեք, անվճար կրթությունն է բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Եվ սա ամենևին պոպուլիզմ չէ, այլ պետության կողմից խոշոր ներդրում մեր ապագայի համար։ Ես հիմա ուզում եմ ձեզ շատ կարճ ներկայացնել, այստեղ տեսնում եմ, որ ուսանողներ կան, հավանաբար կտեսնեն նաև իրենց վարձավճարների արտացոլումը տարիների ընթացքում ինչպիսին է եղել։ Օրինակ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 16 թվականին սովորող ուսանողը վճարում էր 650,000 դրամ, 21 թվականին 780,000 դրամ, իսկ հիմա արդեն 950,000 դրամ։ Այսինքն 46%-ով, մոտ 46%-ով աճել է վարձավճարների գինը։ Արդյոք ավելացել է որակը կրթական։ Ցավոք չի ավելացել։ Կամ օրինակ նույն ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում 16 թվականին 540,000 դրամ է եղել վարձը, 21 թվականին 700,000 դրամ, իսկ հիմա արդեն 900,000 դրամ։ Տնտեսագիտության ֆակուլտետում 10 տարի առաջ 650,000 էր, իսկ հիմա 950,000։ Հետևաբար մենք առաջարկում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական բուհերում կրթությունը լինի անվճար։